Դու գրնաս հավատարիմ մնալ, երբ գաբրիս հոն ուր սատանայի քահը հաստատված է։ Այսօր մեր աշխարհը դարձած է մեկ մեծ բարգամոնը։ Մեղքը օրիգանացված է, անպարոյությունը փարապանված, իսկ ճշմարտությունը փանդարգված։ Սակայն ամենամեծ վտանգը ոչ թե դուրսի խավարն է, այլ այն նուրբ թույնը, որ սոսկած է մեր եկեղեցվոն ներսը։ Ադիգա հարմարողականությունն է։ Մենք սկսած ենք Աստուծո խոսքը խմպակրել, որպես աշխարհը մեզ չնեղվի։ Մենք կփորձենք մեկ ձեռքով բռնել Քրիստոսի խաչը, իսկ մյուսով Պաղամի գուրքը։ Բայց Տերը կզգուշացնե, եթե չապաշխարես, պիտի կամ քեզի եւ պիտի պատերազմիմ քուտեմ իմ բեռնի սուրով։ Պատրաստ ես լսելու Բերքամոնի պատկամը, որ պիտի կանթե քու հոգի բոլոր գեղստաշինքները աշխարհի հետ։ Սատանայի քահին մոտ հարմարողականության թույնը այսօրվա մեր խորակիրն է մեր սերդողության հայտնության 2-րդ գլուխ 12-17։ Անաբազորյա հացի սիրեիներ, հայտնության դեր այսօր գտիմե Բերքամոնի եկեղեցվո ներկայանալով որպես ան, որ ունի երկսայրի սուրը։ Այս սուրը Աստծո խոսքն է, որ գհադե ամեն տեսակի գեղձի։ Բերքամոնը այն քաղաքն է, ուր գրաբաշխությունը եւ գայսրեական պաշտամունքը իրենց կակարտնագետին էին։ Դերը գսե, գիտեմ թե դուն ուր կբնագիս, հոն ուր սատանային քահը գա։ Այսօր քրիստոնյան այլևս գարիք չունի Բերքամոն երթալու, որովհետև սատանայի քահը իր դեղը հաստատած է մեր լրատվամիջոցներում մեջ, մեր գրթական համագարքերում մեջ, մեր փողոցներում մեջ եւ նույնիսկ Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի մեջ։ Սակայն Տիրոջ ցավը ոչ թե աշխարհի չարությունն է, այլ եկեղեցվո ներսը գտնվող Պաղամի վարդապետությունը։ Պաղամը այն մարգարեն էր, որ չգրցավ Աստծո ժողովուրդը անիծել, ուստի սորվեցուց անոնց ինչպես մեղքի մեջ ինալ եւ խառնվիլ հեթանոսներուն հետ։ Այսօրվա Պաղամները այն քարոզիչներն ու առաջնորդներն են, որոնք մեզի գսեն, թե կարելի է ըլլալ քրիստոնյա եւ միևնույն ադեն ընդունել աշխարհիկ ամպարո չափանիշները եւ իրենք դա սորվեցուցին իրենց կորձերով նաեւ։ Անոնք մեզի կսորվեցնեն հարմարիլ, լայնախոհ ըլլալ եւ չլալ խիստ։ Այս հարմարողականությունը այն բադուհասն է, որ ներսեն գկայքայե հավատացյալի հոգին, այլև ամբողջ եկեղեցին։ Գալիք օրերու արտնության գոչը մեզ մեկը բանջե բացարձակ սրբություն։ Դուն չես կրնար Աստծո սեղանեն ուդել եւ միևնույն ադել սնանիլ աշխարհի բղծություններով։ Բերքամոնի եկեղեցվո մեջ գային նիգոյացիներ, որոնք հավատքը կբաժնեին կյանքեն, գարձելով, թե մարմնի մեղքը հոգին չի վնասեր։ Որքան նման է ասիգա այսօրվա ազատական քրիստոնեության, ուր մարդիկ կգարձեն, թե Աստված միայն սեր է եւ երբեք պիտի չբաժե իր խոսքը ոտնագող ընողները։ Դեր Հիսուսը գսե, ապաշխարե, թե չէ շուտով կգամ։ Աստուծո համբերությունը սահման ունի։ Մարգարեական պատգամը մեզ կզգուշացնե քալիք Դատաստանի մասին, երբ Տերը կա իր բեռնի սուրով, անպիտի չխնայե անոնց, որոնք իր անունը գրեցին, բայց սատանայի գործերը կատարեցին։ Դագիքից։ Այսօրվա պատուհասները, որոնք կհարվածեն մեր շուրջը, զանգակներ են, որոնք կհիշեցնեն մեզի զատվիլ աշխարհեն։ Դուն չես կրնար երկու Տիրոջ ծառայել, սրբազան, վեհապար։ Եթե դու Բերքամոնի մեջ ես, քու միակ բրգությունը Անտիպասի պես հավատարիմ վգա ըլլալն է, որ նույնիսկ մահվան քնով չուրացավ Տիրոջ անունը։ Այսօր քեզ մեկը բանջվի սրբության հեղափոխություն։ Մի վախնար ըլլալ է դարբեր, մի վախնար աշխարհի արհարմարանքեն։ Հաղթողին դերը խոստացած է բահված մանանան եւ ջերմակ քարը, նոր անունով։ Այդ մահված մանանան այն հոգևոր սնունդն է, որ աշխարհը չի գիտեր։
այդ ջերմակ քարը քու արտարացմանը եւ դիրոջ հետ քու հադուկ մդերմությանը գնիկն է։ Եթե դու մերժես աշխարհի գերջ խնջույքները, Աստված քեզ պիտի գերագրե երկնային անուշությամբ։ Արթնության գոճը հստակ է։ Մաքրեք ու կյանքդ աշխարհիկ աղդեն։ Մաքրեք քու դունը այն պատկերներեն եւ կաղապարներեն, որոնք կբարգացնեն Աստծո Սուրբ Հոգին։ Պատրաստվիր, որովհետև Տիրոջ սուրը արդեն մերկացած է։ Միայն անոնք, որոնք հավատարիմ մնացին ճշմարտության, պիտի կարենան կանգնիլ անոր առջև։ Լսեցեք, ինչ որ Հոգին գսե եկեղեցիներուն, մի հարմարիր աշխարհին, որբեսի չդատապարտվիս անոր հետ։ Մնացեք սիրով, մնացեք խաղաղությամբ, մինչ վաղը։